Բաքվում երեկ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործի քննությունը։ Հարցաքննվել է նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որից Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է ցուցմունքներ կորզել Գանջայի ռմբակոծության վերաբերյալ։ Հարությունյանը ըստ ադրբեջանական պետական Ազերթաջի հայտարարել է, թե ինքը չի տվել քաղաքը ռմբակոծելու հրամանը, քանի որ նման լիազորություն չի ունեցել։ Արցախի բանակը Հայաստանի զինված ուժերի կազմավորում է եղել եւ իրենց զինանոցում բացակայել են Սմերջ, Տոչկա-ու եւ այլ ավերիչ զինատեսակներ։ Հարցեր են հնչել նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության եւ Արցախին հարակից շրջաններում վերաբնակեցման ծրագրերի մասին։ Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը կարծում է, դատավարության նպատակը Հայաստանին ագրեսոր հռչակելն է, որը միջազգային ատյաններում նրա կարծիքով չի կարող ունենալ հաջողություն։ Ել գիտի, որ մարդկանցության դեմ ուղղված հանցագործություն է կատարել, դա էթնիկ զտումն է, դա ցեղասպանության նախապատրաստումն է, դա շատ ծանր մեղադրանք է, որ Ադրբեջանը չի կարողանալու մարսել, որովհետև քանի տարի էլ որ անցնի, տեսեք Կիպրոսի օրինակ իր աչքի առջև Հուսեյն Կիպրոսի, Թուրքիան համաձայնվել է փոխհատուցել Հուսեյն Կիպրոսի հույներին 41 տարի անց։ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, չէ՞ որ 21-րդ դարում էթնիկ զտումը դա չափազանց ծանր հանցագործություն եւ չափազանց տեսանելի է։ Ադրբեջանը հասկանում է, որ այդ բեռը վերցրել է, այդ բեռը կրելու համար ինքը փորձել է ստեղծել հակակշիռներ, նարատիվներ, կեղծ պատմություններ, որ հայերն են ագրեսոր եղել, իրանք ինքնապաշտպանվել են։ Այն ինչ որ այսօր ասենք անում է Իսրայելը Իրանի հետ կամ Ռուսաստանը Ուկրաինայի հետ։ Դա միջազգային հանրության մոտ հաջողության կհասնի, թե այսօր այդ հարցը հաջողության, որովհետև միջազգային հանրությունը միշտ մի հարց է տալի, իսկորեն 120,000 հայեր։ Իսկորեն նրանց պատմամշակութային կոթողները։ Եթե դուք նրանց իրավունքները հարգում եք, ինչու իրենք լքեցին։ Իսկորեն դատավարության ժամանակ, ասենք Ռուբեն Վարդանյանի կողքը նստած փաստաբանը։ Արայիկ Հարությունյանը երբ որ ցուցմունք է տալիս, ինչու նրա կողքը փաստաբան կանգնած չէ։ Այս ընդհանրապես մի քանի հարց է, այսինքն Ադրբեջանը այդ բերդակից չի կարող դուրս գալ։ Դեպի ինքը արդյունքն է ներկայացնում, որ ահա դատավարությամբ հաստատվել է, որ ժաման է տրվել քաղաքացիական բնակչության վրա օգտագործել ռազմական ուժ։ Սա էլ ասում է Արայիկ Հարությունյանը։ Բայց հավատչին է շնչի, որովհետև դա ասել է ճնշման տակ, անազատության պայմաններում, արտաքին աշխարհի հետ կապի բացակայության պայմաններում, դատավարության նկատմամբ մոնիտորինգի բացակայության պայմաններում եւ ի վերջո այնպիսի պետություն, որը համարվում է ավտորիտար երկիր, որին ուզում են դուրս շպրտել Եվրոպայի խորհրդից։ Այս ամբողջը կասկածի տակ դնելու այդ դատավարության արդյունքն է։ Ստացվում է, ոչ թե միջազգային հանրության համար է դա անում, այլ անում է երկրի ժողովրդի համար։